Այսօր հատկանշական օր է բոլորիս համար, ընդհանրապես հայ ազգային հատվածի համար, ով որ հույս ունի Հայաստանում, որ մեծ փոփոխություններ են լինելու, ով չի տեսնում Հայաստանի այս զարգացման մեջ ճիշտ ուղի, ով տեսնում է, որ մեզ պետք են փոփոխություններ, որ կարողանանք ավելի ակտիվ զարգանանք։ Շատ ենք մենք այցելել այստեղ Երևանի մյուս հատվածներ էլ, ու մի բան կարող եմ ասել, որ այսքան ժամանակ շատ քիչ է փոփոխվել Մալաթիա Սեբաստիա համայնքը 10 տարվա ընթացքում շատ քիչ է փոփոխվել, իսկ աշխարհի մյուս երկրների, քաղաքների այսպիսի մեծ հատվածներ շատ հեղափոխական փոփոխություններ են ապրել։ Դրա պատճառը մեկն է, որ երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով։ Իսկ ինչու է նա զբաղվում հիմա նրանով, ինչով զբաղվում է, որովհետև մենակ դրանից է լավ հասկանում, որովհետև իր ամբողջ կյանքում նա զբաղվել է հակադրություններով, մարդկանց անվանարկելով, մարդկանց հանդեպ բացասական հույզեր առաջացնելով։ Իսկ ինչով է զբաղվել Սամվել Կարապետյանը։ Աշխատանքով զբաղվել է աշխատատեղեր ստեղծելով, իր ամբողջ կյանքը զրոյից նա ստեղծել է աշխատատեղեր, մարդկանց համար լավ բաներ է արել։ Եթե նայում ենք մարդկանց անցած ճանապարհը, մենք կարող ենք ասել, թե հետագայում ինչ է անելու։ Դու չես կարող 30 տարի մի ձև ապրես, դրանից հետո 10 տարի ուրիշ ձև։ Ինչպես ապրում ես, նույն ձև շարունակելու ես, իհարկե ավելի մեծ մասշտաբով, քանի որ պետությունը, քո ժողովուրդը քո կողքին է լինելու։ Մալաթիա Սեբաստիան հայտնի է մի բանով, որ այստեղ է Հայաստանի փոքր բիզնեսի նշանակալի մասը։ Մենք շուկան կա այստեղ պատմականորեն, ընդհանրապես Հայաստանի փոքր բիզնեսը բոլորը գիտեն, որ Մալաթիան է։ Ու շատ երիտասարդներ այստեղ կան, ովքեր երազում են, մտածում են, որ իրենց ընկերություններ, իրենց ձեռնարկություններ, իրենց փոքր բիզնեսը ունենան։ Հայաստանում փոքր բիզնեսը ընդհանրապես ամբողջությամբ երևի հարկատու ընկերությունների կեսից ավելին է, մոտ 60,000 ընկերություն միայն փոքր բիզնես է։ Բայց բյուջեի ընդամենը 2% հարկն է տալիս։ Ոնց եք կարծում, ճիշտ չի, որ փոքր բիզնեսը ազատվի հարկերից, որ հնարավորություն ստանա մեծանա։ Այդ բյուջեի 2%-ը մենք հաստատ շատ տեղերից կգտնենք, բայց մարդկանց բոլորին հարկել, հենց հիմա Մալաթիայում բազմաթիվ խանութներ, շուկայի վաճառողներ, բոլորին հարկելով, թույլ չտալով, որ նրանք տան հացի համար են չէ աշխատում, որ իրենք դառնան միջին ընկերություն, նոր սկսել հարկել։ Փոքր ընկերություններին այդ 2%-ը բյուջեի մենք 100% 2%-ից ավել էլ ուրիշ տեղից կգտնենք։ Փոքր բիզնեսը Հայաստանում պետք է չհարկվի։ Տնտեսական ծրագրով կարող ենք ցույց տալ, էսի խոսք չի, որ ուղղակի ասում ենք, որոշումով կարող ենք ցույց տալ, թե ինչ ճանապարհով ենք էսի անելու, սա մենք անելու ենք։ Երկրորդ բանը, որ ուզում ենք եւս կիսվել ձեր հետ։ Շատերը երիտասարդներ այստեղ կան, որ ամուսնությունը հետ են գցում, նրա համար, որ ընտանիքով բնակֆոնդի խնդիր կա։ Իսկ բնակֆոնդը տները գիտենք Հայաստանում, Երևանում բավական թանկացել են։ Մենք մի հատ էլ ծրագիր ունենք տների հետ կապված։ Եվ այդ ծրագրի մասին այս շաբաթ մենք հայտարարելու ենք, թե ինչ ենք առաջարկելու երիտասարդ ընտանիքներին ու մեր քաղաքացիներին մատչելի տուն ձեռք բերելու համար։ Տարիքով մեր հայրենակիցների համար, ովքեր որ թոշակի տարիքի են, մենք ծրագիր ունենք, որը նույնպես այս շաբաթ ներկայացնելու ենք, որը հետաքրքիր լուծում է տալու։ Շատերը գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որտեղ էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ, համարյա 20-30% դեղեր կա 2 անգամ էժան են։ Մեր համար, մեր տարիքային մարդկանց համար դա կարևոր չէ, բայց ինչ որ տարիքից հետո, թոշակի տարիքի մարդկանց համար դա շատ կարևոր է։ Դեղերի գները նույն ինչ ճանապարհով որ Վրաստանն է էժանացրել, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք։ Ու այս բոլոր ծրագրերի հիմնական նպատակը մեկն է։ Հայաստանում պետք է ստեղծվեն շատ լավ արձատրվող աշխատատեղեր։ Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի, ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը։
նորմալ երկիր ունենալու համար մենք շատ բան չենք ուզում։ Ոսկե սարեր խոսք չենք տալի, աշխարհի երկրների կեսը ճամփեն անցել է։ Մեր երկիրը աղքատությամբ, որ դուք հասկանաք, 110-րդն աշխարհում։ 110-րդ երկիրն ենք։ Աղքատ երկիր է փաստորեն, բայց ժողովրդին մենք որ նայում ենք, մենք տեսնում ենք, որ այս ժողովուրդը աղքատ ժողովրդի պոտենցիալ չունի, ինքը հաստատ հաջողության հասնող ժողովուրդ է, ուղղակի լավ կառավարող է պետք։ Մենք այս ճանապարհով գնալու ենք առաջ, մինչև վերջ, մինչև հաղթանակ։ Մենք մարդկանց, երբ որ մենք քննադատում ենք մարդկանց, քննադատում ենք իրենց թերությունները, որպեսզի հաջորդ ղեկավարությունը թերությունները չանի նույն։ Մենք չենք ուզում իրենց հիշենք ամեն անգամ, որովհետև ոչ մեզ է հաճելի, ոչ մեկին էլ ինձ թվում է հաճելի չի։ Ուղղակի ներկայացնում ենք իր թերությունները, որ հաջորդ ղեկավարությունը ուշադիր լինի ու չկրկնի դա։ Աստված բոլորիս հետ մեր ճանապարհով մենք գնալու ենք առաջ։ Նոր ինձ հուշեցին նաև, որ մեր շարժման կամավորների թիվը այսօր 13:00-ի դրությամբ անցել է 20,000 կամավոր։ Առաջ դեպի ուժեղ Հայաստան։ Բոլորով